Հատկապես ձմռան ամիսներին ակտիվ տարածվող սուր շնչառական վարակների դեմ պայքարելու համար 67-ամյա Հասմիկն ամուսնունել է բերել պատվաստման։ Ասում է, մեկ անգամ պատվաստվել է, ամբողջ տարին չի հիվանդացել։ Ստացել եմ եւ զգացել եմ ամբողջ տարվա մեջ չեմ հիվանդացել։ Ոնց կարող եմ կնոջս խոսքից դուրս գալ։ Տարեցներից բացի խոցելի խմբում են նաև հղիները, քրոնիկ հիվանդները եւ մինչեւ 4 տարեկան երեխաները։ Ծնողների խոսքով պատվաստված երեխաներն ավելի թեթև են տանում հիվանդությունը։ Տարիների փորձը ցույց է տվել, որ պատվաստված երեխաները ավելի պաշտպանված են, քան ոչ պատվաստվածները։ Լավ է տանում, ջերմություն ոչինչ չի ունենում։ Ինքը լավ է, համեմատած մեծ բալիկներից։ Բարձր ջերմություն, թուլություն են ունենում սուր շնչառական վարակների դեպքում, հաճախ հազում են, փռշտում։ Մասնագետները նշում են, Հայաստանում շարունակում է ակտիվ լինել ատեսակի գրիպը։ Նշված շաբաթվա ընթացքում հոսպիտալացվել է 386 պացիենտ է դիմել սուր շնչառական վարակները, որոնք գրեթե 92% դա մեր թիրախային խումբն են 0-ից 18 հատկապես 0-ից 4 տարեկան երեխաները։ Մենք գտնվում ենք սեզոնի ակտիվ շրջանում։ Շարունակվում է շրջանառվել գրիպ ատեսակի H3N2 ենթատեսակը եւ նաեւ արշնչառական վարակներից ռեսպիրատոր սինցիցիալ վիրուս ունենք, ռինովիրուսի եւ բոկա վիրուսի հարուցիչներ։ Հատկապես գրիպի սեզոնին հոկտեմբերից մայիս բժիշկները խորհուրդ են տալիս անպայման պատվաստվել։ Գրիպ հիվանդության վտանգները շատ են, նույն թոքաբորբի տեսքով, ականջի բորբոքումների տեսքով, ունեցել ենք ուղեղի թաղանթի բորբոքում նույնիսկ, որը որ բնականաբար հոսպիտալացվել է եւ ստացիոնար երկարատև բուժումներ են ստացել։ Բարձր ջերմությունը ինքնին վախենալու է, որովհետեւ կարող է ուղեկցվել ցնցումներով։ Փակ տարածքներում, որտեղ օդափոխություն չկա, դպրոցներ, մանկապարտեզներ, գրասենյակներ, տրանսպորտ, վարակներն արագ են տարածվում։ Մասնագետները խորհուրդ են տալիս երկար չմնալ փակ տարածքներում, հաճախ ախտահանել ձեռքերը, օդափոխել սենյակներն ու չզբաղվել ինքնաբուժությամբ։ Վարակների դեպքում հակաբորբոքայինները անզոր են։ Հազալու փռշտալու դեպքում ոչ թե պետք է ձեռքով փակել բերանը, այլ այսպես։ Մասնագետները զգուշացնում են, գրիպի հետ խաղալ պետք չէ։ Հետևանքները կարող են շատ ծանր լինել։ Զարուհի Սահակյան, Միլենա Պողոսյան եւ Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։